ծառայության ժամկետի կրճատումը դիտում եմ ոչ այնքան որպես նախընտրական քարոզարշավ, այլ որպես հերթական խոշորագույն զիջում Ադրբեջանին, այսինքն այդ քայլով կրճատվում է հայկական բանակի թվաքանակը, այդ քայլով հայ զինվորների մարտունակության մակարդակն է պակասելու, քանի որ նրանք ովքեր հենց 1-1.5 տարի հետո ձեռք են բերում հիմնական հմտությունները, արդեն վերադառնալու են տուն եւ դրանով իսկ ընկնելու է հայկական բանակի մարտունակությունը, այն կարծիքը, թե պայմանագրայինների միջոցով հնարավոր է հարցը լուծել, փոխհատուցել այդ կորուստը, որևէ քննադատության չի ենթարկվում, որովհետև պայմանագրայիններին մեծ թվով չես կարող ներգրավել մեկ, երկրորդը մեր պես ժողովուրդներն ու պետությունները, ովքեր կանգնած են ցեղասպան թշնամիների առջև, կարիք ունեն հնարավորին չափ մեծաքանակ զորք ունենալու։ Դրա մեծ կարիքն ունեն նրանք։ Մենք այսօրվա դրությամբ էլ մեր բանակի թվաքանակը բավարար չէ։ Իսկ փոխանակ ավելացնելու պակասեցնում են, հասկանում եք։ Եվ տեսեք, մենք նույնիսկ այսօր մեծ պետությունները, մեծ Բրիտանիայի պես, Գերմանիայի պես, որոնք վաղուց անցել էին պայմանագրային ծառայության հիմնականում, այսօր խոսում են, որ իրենց պետք է վերականգնել զորակոչը, համընդհանուր զորակոչը, քանի որ տեղի են ունենալու հնարավոր է մեծ պատերազմներ։ Հայաստանը արդեն իսկ ներքաշված է այդ պատերազմների մեջ եւ այն կեղծ քարոզը թե իբր Հայաստանը արդեն խաղաղության օրեր է ապրում, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Հենց այսօր է պատահական չէ, որ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե վերականգնում, ոչ թե վերականգնում, այլ թույլ է տալիս, որպեսզի Հայաստան տարանցիկ բեռներ անցնեն Ադրբեջանի տարածքով եւ Փաշինյանի հայտարարությունը զորքի կրճատման մասին համընկնում է Ալիևի հայտարարության հետ։ Փաշինյանական գործիչներից մեկը կարծեմ Պապոյանը ասել է, տեսեք Ադրբեջանից հիմա գալու են այդ բեռները, մենք խաղաղությունը հաստատված է եւ սա սուտ է, սա մեծ սուտ է, խաղաղությունը հաստատված չէ, քանի դեռ ադրբեջանական բանակը գոնե այդ մի փաստը առկա է, օկուպացված է պահում Հայաստանի տարածքը, պաշտոնական թվերով 240 քառակուսի կիլոմետր բռնազավթված է, ադրբեջանական զորքը Հայաստանի ներսում գրավել է իշխող կարևորագույն բարձունքներ, որոնք վերահսկում են մեր ճանապարհները։ Դրանից հետո ասել խաղաղությունը հաստատված է, այլ երբ ադրբեջանական զորքը հեռանա Հայաստանի տարածքից, երբ դադարեն սպառնալիքները Հայաստանի հասցեին, որոնք հնչում են նախագահ Իլհամ Ալիևից սկսած մինչև իր ամենաստորին մանկլավիկները, երբ Ադրբեջանը նաև կճանաչի Հայաստանի ամբողջական իրավունքը իր տարածքային ուրեմն ինքնիշխանության վրա եւ չի խոսի այլևս Զանգեզուրյան միջանցքից, այսպես կոչված, այն ժամանակ կարելի կլինի խոսել խաղաղության հաստատման որոշակի նախադրյալների մասին, ոչ թե խաղաղության հաստատման մասին։ Այն անհեթեթություններն ու ստերը, որ ամեն օր ասում են, խոսում են այս խաղաղության դարաշրջանի, խաղաղության օրերի, խաղաղության հաստատման մասին, խաղաղության նախաստորագրման մասին, սրանք մարդկանց մոլորեցնելու ձև են եւ միջոց են։ Նաեւ գերիները երբ կվերադարձվեն, շատ ուրիշ հարցեր կան եւ բանակ չպետք է ունենա, այսինքն այս քայլով բանակի թվաքանակը, ես չեմ կարող թվերը ասել ինչքանով, բայց զգալիորեն պակասելու է, այսինքն մի քանի հազար մարդ պակաս է լինելու հայկական բանակում։ Այնինչ մեզ պետք է մի քանի տասնյակ հազար մարդ ավել։